Հարգելի գյուղացիներ, բարև ձեզ, ուզում եմ մի փոքր զրույց ունենանք երեկվա բանավեճի եւ բանավեճի նախորդած ժամանակահատվածում քարոզարշավի ժամանակ հնչող մի թեզի կամ թեզերի մասին, որը շատ է մանիպուլացվում եւ ըստ էության փորձվում է դրա շնորհիվ ազդեցություն գործել ընտրողների վրա, որպեսզի նրանք դրանից կախված ընտրություն կատարեն այս կամ այն կողմ։ Ինչի մասն է խոսքը։ Ուրեմն խոսքը թուրքական գործոնի մասին է։ Ուրեմն որոշ տեխնացուներ, ոմանք գրեթե ամեն օր, ոմանք երբեմն պայքարում են ինչ-որ թուրքերի դեմ։ Հասկանալի է, թուրք ինչի հետ ասոցացվելու, ինձ հետաքրքիր է, Գյումրիում այդ քանի թուրք կա, որ տեխնացուները պայքարում են թուրքերի դեմ, քանի թուրք են ճանաչում Գյումրիում, կամ Հայաստանի Հանրապետությունում, կամ այդ թուրք ասած է, թուրքի դեմ պայքարելը ինչ է նշանակում։ Արդյոք դա պարզ երկերեսատնիություն չի, երբ որ օրինակ այդ իրանց տների, ասենք շինարարքի մի մասը թուրքական է, իրեն բազմաթիվ անգամ եղել են Թուրքիայում, միգուցե նաև հանգստացել են, որոշ տեխնացուներ ոնց հասկացան նաև բիզնես են արել եւ ես անձամբ այդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում։ Իրանց հակաշորերի 90%-ը թուրքական է եւ դուք գիտեք, որ թուրքականը այդպես համարվում է որակյալ։ Իդեպ ես էլ այս ընթացքում, որ պատրաստվում եմ ես տեսանյութին, որոշեցի նայել այս հակի շորերը ինչա կանեն, բացված այս վերնաշապիկս ու պիջակս չինական են, որի մեջ էլի վատ բան չկա, չինականն էլ լինում մի քիչ լավ կամ վատ որակի։ Այսինքն ինչքան կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել այդ թուրք, ոչ թուրք բանավեճով կամ թուրքի համար աշխատելու բանավեճով կամ թուրքականը այտենց աշխարհի ամենավատը ներկայացնելու բանավեճով, բայց ինքդ երեք ասած եմ մեր տեխնացուն թուրքական բառով ինչ-որ քարոզ բան անես, էլի փող աշխատես, որի մեջ ես էլի վատ բան չես։ Խնդիրն է, որ ես ինքս վատ բան չեմ տեսնում դրա մեջ, բայց իրանք դա անելով ու ներկայացնում են դա որպես վատ բան։ Արդյոք մենք պետք է հերթական անգամ ուտենք այդ խայծը, այդ դարավոր խայծը, այսպես ասած, որով որ մեզ փորձել են անընդհատ պահել սարսափի, տերորի, վախի մեջ, որ հեսա թուրքերը կգան մեզ ուտեն, բայց միևնույն ժամանակ ասում եմ, ինչ անելով Թուրքիայի հետ կապված, համոտարապես են, որ ասենք օրինակ շատ երկրներում, հատկապես օրինակ Ռուսաստանում ամբողջ օրը խոսում են Եվրոպայի վատ լինելու մասին, բայց արձակուրդները հասկացնում են միայն Եվրոպայում կամ Ամերիկայում, երեխաներին դարձնում են Եվրոպայի կամ Ամերիկայի քաղաքացի, ուղարկում են այնտեղ սովորելու, բայց Եվրոպան ամենավատ տեղն է, ու իրանք պայքարում են Եվրոպայի դեմ։ Հիմա այս մեր ընկերներն էլ, գործընկերները պայքարում են Թուրքիայի դեմ, Գյումրիում պայքարում են Թուրքիայի դեմ, հասկանում եք։ Ես խնդրում եմ ձեզ այդ արդեն վաղուց պտտվող սկավառակը, ռուսերեն ասած պլաստինկան մի լսեք, դուք կատարեք ձեր ընտրությունը ձեր խղճի հիման վրա, նայելով թե ով ինչ է արել Գյումրիի համար, ով ինչպիսի վարքագիծ է ունեցել, ինչպիսի բարոյական պատկեր է ունեցել, ինչքան ազնիվ է եղել ձեր հետ, նույնիսկ երբ որ սխալներ է արել սխալները ընդունելիս, եւ ինչ է պատրաստվում անել Գյումրիի համար։ Ինչքան հավասարակշիռ է, նույն այդ երեկվա բանավեճում տեսանք, ոմանք ինչպես էին հիստերիկացել իրանց բնույթով, վաղուց գիտենք նորություն չէր, բայց չենք պատկերացնում, որ նույնիսկ ուղի եթերում չեն կարող զսպել իրենց այդ բուրըն հիստերիան, որը չպետք է բնորոշ լինի այնուամենայնիվ այնպիսի մարդկանց, ովքեր որ հավակնում են լինել Գյումրու կամ որևէ քաղաքի կառավարիչ եւ օրինակ մեր տեխնացուի պատշաճ վարքագիծը Սարիկ Մինասյանի, որը շատ հանգիստ պատասխանում էր բոլոր հարցերի եւ ըստ էության ֆավորիտն էր կամ ֆավորիտն է, որովհետեւ բոլորը իրան են հարցեր տալիս, ակնհայտորեն նաեւ ցույց տալով թե ինչպիսին է լինելու Գյումրու ընտրությունների արդյունքները։
Որպեսզի շատ ձեզ չհոգնեցնեմ, այսքանով սահմանափակվեմ, մաղթում եմ ձեզ լավ օր, առողջություն, չենք մոռանում, կիրակի օրը գնում ենք ընտրատեղամաս եւ ընտրում ենք քվեաթերթիկ համար 1։